Մեթյու Հենրի, Ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 13։ Բայց Հիսուսը նրանց չէր վստահում, որովհետև ինքը բոլորին ճանաչում էր, և կարիք չկար, որ մեկը մարդու մասին վկայեր, որովհետև ինքը գիտեր ինչ կար մարդու մեջ։ Հովհաննես 2:24-25 խոսքեր։ Քրիստոսի առաջին հրապարակային գործը, որի մեջ մենք նրան տեսնում ենք զբաղված, տաճարից այն վաճառականներին դուրս քշելն էր, որոնց ագահ քահանաներն ու իշխանավորները խրախուսում էին տաճարի գավիթները շուկայի վերածել։ Այսօր Աստծո տունը առևտրի տուն են դարձնում նրանք, ովքեր կրոնական պաշտամունքի ժամանակ իրենց մտքերով զբաղված են աշխարհիկ գործերի ու հոգսերի մասին, կամ ովքեր աստվածային ծառայություններ են կատարում շահույթ ստանալու նպատակով։ Այսպիսով տաճարը մաքրելուց հետո Քրիստոսը իր իշխանությունը հաստատող նշան տվեց նրանց, ովքեր պահանջում էին այդպիսի նշան, ապացուցելու համար, որ նա իրավունք ունի այդպես վարվելու։ Նա նախապես հայտնում է իր մահվան մասին, որը պիտի տեղի ունենար հրեաների չարության պատճառով։ Քանդեցեք այս տաճարը, ես թույլ կտամ ձեզ քանդել այն։ Նա նաև հայտնում է իր հարությունը իր իսկ զորությամբ. 3 օրում ես այն կկառուցեմ։ Քրիստոսն ինքը կրկին վերցրեց իր կյանքը։ Մարդիկ սխալվում են, երբ Սուրբ Գրքի խոսքերը հասկանում են միայն բառացիորեն, մինչդեռ Սուրբ Գիրքը հաճախ խոսում է փոխաբերական կամ պատկերավոր ձևով։ Երբ Տեր Հիսուսը հարություն առավ մեռելներից, նրա աշակերտները հիշեցին, որ նա ասել էր այս խոսքերը։ Սուրբ Գրքի մարգարեությունների կատարմանը ուշադրություն դարձնելը մեծապես օգնում է հասկանալու աստվածային խոսքը։ Մեր Տերը ճանաչում էր բոլոր մարդկանց, նրանց բնությունը, բնավորությունը, զգացմունքներն ու մտադրությունները, այնպես ինչպես մենք չենք ճանաչում ոչ մի մարդու, նույնիսկ ինքներս մեզ։ Նա ճանաչում էր իր խորամանկ թշնամիներին և նրանց բոլոր գաղտնի ծրագրերը, ինչպես նաև իր կեղծ բարեկամներին և նրանց իրական էությունը։ Նա գիտի, թե ովքեր են իսկապես իրենը, գիտի նրանց ուղղամտությունը և գիտի նաև նրանց տկարությունները։ Մենք գիտենք, թե մարդիկ ինչ են անում, բայց միայն Քրիստոսը գիտի, թե ինչ կա նրանց ներսում։ Նա քննում է սիրտը։ Զգուշացեք մեռած հավատքից և միայն ձևական հավատքի դավանությունից։ Մարմնավոր, դատարկ հավատացյալներին վստահել չի կարելի։ Եվ որքան էլ մարդիկ կարողանան խաբել ուրիշներին կամ նույնիսկ իրենք իրենց, նրանք չեն կարող խաբել սրտերը քննող Աստծուն։